մասին։ Ամեն դեպքում այսօրվա օրակարգին անդրադառնալով ինչ է կարծում արդյոք ԱՄՆ փոխնախագահը կարձագանքի կանսա պահանջողների ձայնին եւ այո ինչ որ մի օր ականատես կլինենք, որ Ալիևյան ռեժիմի զոհերը մեր գերիները, մեր հայրենակիցները կվերադառնան եւ այո ինչ որ առումով կհարգվեն նաեւ Հայաստանում մարդու իրավունքները։ Գիտեք, դա վաղուց ուշացած արդեն նախաձեռնություն է, որովհետեւ գիտեք, որ Թրամփն էլ ինքը խոսեց դրա մասին այն օգոստոսի 8-ի հանդիպման ժամանակ, բայց դրանից հետո առանձնապես բան չփոխվեց։ Եվ ես կարծում եմ, իհարկե տրամաբանական է, որ այն մարդիկ, ովքեր ստանձնել են ինչ որ իմաստով այս խաղաղության երաշխավորի դերը, նրանք պետք է նաև լուծեն այսպիսի հարցեր, որը իրականում մեր մեջ ասած շատ մեծ հարց է մեր համար, բայց շատ փոքր հարց է այս աշխարհաքաղաքական, այս մեծ խնդրի մեջ ներգրաված ուժերի համար։ Եվ անգամ կարելի է զարմանալ նրան, որ մինչև հիմա այդ հարցը լուծված չի։ Եվ դա է մեզ բերում այն գիտեք զարմանքի կամ կասկածների խաղաղության մասին պնդումների վերաբերյալ, որ ասում են խաղաղությունը հաստատվել 1.5 տարի չեն կրակում այս կողմ այն կողմ, բայց մենք գիտենք, որ հակամարտությունը լուծված չի։ Մենք գիտենք, որ Ադրբեջանը շարունակում է հրաժարվել իր ստորագրությունը այդ խաղաղության պայմանագրի տակ դնելու քայլից։ Ադրբեջանը շարունակում է պահանջել 300,000 ադրբեջանցիների վերադարձ դեպի Հայաստան։ Ադրբեջանը շարունակում է պահանջել անկլավների վերադարձը, որոնք նստած են մեր ստրատեգիական ճանապարհների վրա։ Ադրբեջանը շարունակում է հակահայկական հիստերիան։ Ընդհանրապես պետություն է կառուցված, որի հիմքում դրված է որպես ասած ասեմ, այդ պետությունը կառուցող փիլիսոփայություն դրված է հակահայկականությունը։ Ու դա շարունակվում է դասավանդման մեջ, ռոպագանդայի մեջ եւ այլն եւ այլն։ Հիմա սա խաղաղություն է։ Ստացվում է, որ մի կողմը ամեն րոպե խոսում է խաղաղության օրակարգի սպասարկման մասին, այդ մի քիչ զավեշտալի ձևակերպում են գտել, իսկ մյուս կողմը շարունակում է հակառակորդին հարիր ճնշումները Հայաստանի վրա, նաև մեր ներքաղաքական կյանքի վրա, եթե մենք խոսենք այդ պահանջի մասին, որ իրանք պահանջում են սահմանադրական փոփոխություններ անել Հայաստանում։ Ասում են իրենց պահանջին մենք չենք նայում, Արդարադատության նախարարը վերահաստատեց վերջին Ասուլիսուն Գալյանը, որ ամենևին իրենց պահանջով չի եւ վաղուց էին մտադրված փոփոխել, բարեփոխել։ Այդ դեպքում թող բարի լինեն իշխանությունները բացատրեն, թե ինչի են փոխում սահմանությունը։ Նրանք ստեղծեցին բազմաթիվ սահմանադրական հանձնաժողովներ, խմբեր, փորձագիտական ինչ-որ ժողովներ եւ այլն, բայց մինչեւ հիմա չեն ասում, որ ինչ են ուզում փոխեն այդ սահմանադրությունը։ Իրականությունը հետեւյալն է։ Իրանք չունեն որևէ պատկերացում, թե ինչ են ուզում փոխեն այդ սահմանության մեջ։ Իրանց միակ նպատակը Ադրբեջանի պահանջի կատարումն է։ Հենց դրանով է պայմանավորված այս բանը ուղղակի բացակայությունը որևէ գաղափարի, թե ինչու են ուզում փոխեն սահմանությունը։ Օրինակ մենք ասում ենք ինչու է պետք փոխել սահմանությունը։ Եվ մեր ընտրական գլխավոր պահանջներից եւ առաջարկներից մեկն է, որ պետք է վերադառնալ կիսանախագահական համակարգին։ Նորից ունենալ նախագահ, կառավարություն առանձին, որովհետև դա ինքնին օրինակ կնպաստի հակակշիռների եւ զսպանակների համակարգի ձևավորմանը, որը կբացառի այն անձնիշխանության իրավիճակը, կարելի ասել ավտորիտարիզմի իրավիճակը, որ այսօր հաստատվել է Հայաստանում։ Այսօր ամեն ինչ որոշում է Նիկոլ Փաշինյանը, ամեն ինչ։ ԲԴԽ-ի կազմը, հանրային ռադիոյի կամ հեռուստատեսության կազմը, որևէ մարմին, որևէ դատավոր, որևէ քննիչ, բոլորը գտնվում են Նիկոլ Փաշինյանի վերահսկողության ներքո։ Այս իրավիճակը բնականաբար եւ դրա համար կառաջարկում ենք սահմանադրական փոփոխություն։ Մենք նաեւ այդ փոփոխությունների մեջ պիտի ներառենք այն բանը, որ
գործադիր իշխանության տակից պետք է հանել դատական իշխանության ձևավորումը, քննչական ապարատի ձևավորումը, դատախազության, այսինքն ինստիտուցիոնալ կերպով պայքարել այս անձնիշխանության ռեժիմի դեմ, որը այսօր հաստատվել է Հայաստանում։ Այդ ծրագիրը, այդ դա հասկանալի ռեֆորմա։ Իրենք ինչ են ուզում անել։ Իրանք ընդհանրապես ուզում են կատարել Ալիևի պահանջը։ Լավ, հայ-ադրբեջանական հարաբերություններում Ամերիկայի Միացյալ Նահանգները project manager է, թե երաշխավոր է, թե միջնորդ է, ինչ է ըստ ձեզ։ Իրականում սա ես համարում եմ գործարք Միացյալ Նահանգների եւ Ալիևի միջև Իսրայելի օգնությամբ, որովհետեւ ընդդեմ Իրանի եւ Ռուսաստանի սա իրական այս պրոյեկտի, հա, իմաստը նա, որ իզոլացնել Իրանը, Ռուսաստանը, Հարավային Կովկասից եւ օգտագործել այդ Ադրբեջանի միջոցով այդ ելքը դեպի Միջին Ասիա։ Հասկանալի աշխարհական պրոյեկտ է։ Ձեզ մի բան էլ ասեմ, մենք շատ լավ գիտակցում ենք նաև հետևել բանը, որ եթե մենք գալիս ենք իշխանության, մենք չենք կարող մերժել սա, որովհետև ինչքան էլ վատ բան սա լինի, բայց որևէ նորմալ քաղաքական ուժ գալով իշխանության չի կարող հրաժարվել միջազգայինորեն ստանձնված պարտականություններ, դե ինչ որ բաներ մենք արդեն ստորագրել ենք, արդեն այդտեղ գալիս է ամենակարևոր առաջարկը, որ մենք անում ենք, մենք համարում ենք, որ սա աշխարհակահական առումով բալանսավորված փաստաթուղթ չի եւ ամենակարևորը, սա չի ապահովում Հայաստանի բանը ազատվելը Ադրբեջանի կախվածությունից եւ մենք առաջարկում ենք ստեղծել միջազգային կոնսորցիում BRICS երկրների մասնակցությամբ, եթե ցանկանան նաեւ ամերիկացիների եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի եւ Եվրոպական միության մասնակցությամբ, որը թույլ կտա կառուցել Հայաստանը Իրանին կապող երկաթուղի, որովհետեւ եթե մենք ստանում ենք ելք դեպի Հնդկական օվկիանոսի նավահանգիստներ, դա արդեն մեզ ազատում է միակողմանի կախվածությունից Ադրբեջանից։ Հիմա, եթե մենակ թրիպը իրականացվի, ոնց որ ինքը դրված է բանի վրա, սեղանի վրա, դա բերելու է նրան, որ մեր բոլոր ստրատեգիական կոմունիկացիաները անցնելու են կամ Ադրբեջանով կամ Թուրքիայով, այսինքն մենք լինելու ենք կախված նրանցից։ Ադրբեջանը մեզնից կախված չի լինելու, որտեղ ինքը ունենալու է մեղրիով անխոչնդոտ հատուկ հաղորդակցման կարգավիճակ։ Այսինքն սա միակողմանիորեն ծառայում է Ադրբեջանի շահերին, ուստեղ խնդիրը հետևյալն է, լավ, մենք հասկանում ենք, կարող ենք ընդունել, որ Ադրբեջանը թող մեր տարածքի միջոցով միանա Նախիջևանի հետ, բայց մենք ուզում ենք երկաթուղային կապ ունենալ, որը մեզ կմիացնի մեր տարածքով Իրանի հետ։ Այսինքն պետք է բոլորի շահերը հաշվի առնվել։ Եվ բացի դրանից նաև աշխարհակահական շահեր կան։ Այստեղ այս պրոյեկտով ոտնահարվում են Հնդկաստանի, Չինաստանի, Իրանի, Ռուսաստանի շահերը, եւ դա ստեղծում է լարվածություն ռեգիոնում։ Դա պրոքսի պատերազմների վտանգ է ստեղծում ռեգիոնում։ Այս բալանսը պետք է վերականգնվի, պետք է գտնել լուծում, որը ներդաշնակի աշխարհակահական խաղացողների շահերը եւ միևնույն ժամանակ մեր ինքնիշխանությունը մենք ծառայեցնենք նրան, որ Հայաստանը ունենա իր շահերի սպասարկումը։ Պատկերացնեք այդ երկաթուղին կառուցվի, դա կլինի նաև տրանզիտային ուղի Սև ծովի եւ Պարսից ծոցի միջև, որից մենք մեծապես կօգտվենք։ Եվ ի վերջո Հայաստանը կդառնա կապակցված երկիր։ Մենք այսօր մեղրից երկաթուղային կապ Հայաստանի տարածքով դեպի Երևան չունենք։ Եվ դա լոգիստիկ խնդիրներ է ստեղծում, դա անվտանգության խնդիրներ է ստեղծում, որտեղ կտրված է Սյունիքը բանից Հայաստանից։ Այսինքն մենք բազմաթիվ խնդիրներ ենք լուծում, եթե կարողանում ենք օգտագործել մեր ինքնիշխանությունը, ու սա շատ կարևոր հարց է։ Այդ փաստաթղթում, որ ստորագրել են հունվարի 14-ին, 15 անգամ օգտագործվում է ինքնիշխանություն բառը, Հայաստանի ինքնիշխանության բառը, բայց մի կարգավորմամբ ամեն ինքնիշխանությունը ոչնչացվում է։ Երբ որ որոշվում է, որ այդ տարածքում, այդ Միջանցքի տարածքում
միայն թրիփը իրավունք կունենա, բացառիկ իրավունք կունենա կառուցելու, չգիտեմ, ինչ որ բան պլանավորելու եւ այլն եւ այլն։ Այս հարցերը պետք է լուծել։ Մենք չենք կարող այսպեսի թերի խաղաղության պլանի մեջ մտնել։ Իսկ հարցերը ինչպես են պետք լուծել։ Բանակցություններով նախ պետք է ստեղծել առաջին քայլերից մեր լինելու է, երբ որ մենք գանք իշխանության, լինելու է միջազգային կոնսորցիումի ստեղծում։ Մենք պետք է բանակցենք շատ կարևոր խաղացողների հետ, Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի հետ այդ կոնսորցիումի ստեղծման մասին։ Նորից եմ ասում, նաև հրավիրելով, եթե ցանկանում են արևմուտքի ներկայացուցիչները, Թուրքիան, Ադրբեջանը նույնպես կարող են մասնակցել, եթե ցանկանում են։ Այո, Շատ լավատես չեք, որ հնարավոր է հասնել նման միջազգային կոնսենսուսի, այն դեպքում, երբ ընդդիմադիր դաշտում նույնիսկ հնարավոր չի լինում կոնսենսուսի հասնել եւ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու շուրջ միասնական ճակատագրի։ Այսինքն դուք համարում եք լավատեսություն, որ երկրի, ասենք, պատասխանատու կառավարությունը ուզում է իր տարածքի վրա կառուցի կոմունիկացիա, որը սպասարկելու է իր շահերը, դա չափազանց մեծ լավատեսություն է։ Միացյալ Նահանգների փոխգործակցությունը։ Չէ, մեզ կներեք, եթե չէ, այստեղ սենց է, դու առաջակ ես անում։ Եթե ամերիկացիք չեն ուզում մտնել այդ պրոյեկտի մեջ, թող չմտնեն։ Բայց մեր նպատակը շահերի ներդաշնակումն է, եւ մենք պարտավոր ենք նաեւ ինչ որ բաներ, օգուտներ առաջարկել Միացյալ Նահանգներին։ Հիմա չեն ուզում, թող չմտնեն։ Ընդհանրապես ես համարում եմ, որ երկաթուղին անգամ եթե ոչ ոք չուզենա մտնել, Հայաստանի կառավարությունը պետք է իր վրա վերցնի, իր միջոցներով սարքի։ Այս պլանը գնահատվում է 3.2 միլիարդ դոլար։ Մենք այնքան պարկեր ենք վերցրել ու դրանք դրել ենք ընդամենը բյուջեի սպասարկման գործի մեջ։ Ես նշեմ, որ Մինչդեռ կարող ենք գործիք ստեղծենք, որը տնտեսությունը աշխատացում է ու հնարավորություն է տալիս նաև սպասարկել այդ պարկերը եւ հələ մի բան էլ ավելանել։ Մենք այդ գործիքի մեջ ենք գնում։ Այս երկաթուղին հենց նման տնտեսական զարգացման գործիք է։ Ես Armenia Today հարգելի հետևորդներ, ինչպես տեսնում եք, հարյուրավոր քաղաք